Ծրագիրը սկսել է գործել 2023 թվականից միջազգային դատարանների արբիտրաժ ծրագիրը եւ ծրագրի նախաձեռնման գաղափարը ծագեց ավելի շատ առաջին հերթին կարելի ասել մեր վերջին մի քանի տարիների փորձից Հայաստանի Հանրապետության փորձից միջազգային դատական process-ներում ակտիվ ներգրավելու Տիկին նախագահ դատարանի պատվազան դատավորներ մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այստեղ Այժմ կընթերցեմ Հայաստանի ամփոփիչ ընդդումները Առաջին հերթին մտածել ենք, որ պետք է իրականացվի անգլերեն լեզվով անպայման ծրագիրը, որովհետև ինչու անգլերեն, որովհետև մտածում ենք, որ այն մասնագետները, այն իրավաբանները, ովքեր որ պետք է մասնակցեն կամ պետք է հասկանան միջազգային եւ միջազգային դատարանների արբիտրաժին վերաբերող իրավակարգավորումները, թե ընդհանցակարգային եւ թե նյութական, կարծում եմ առնվազն պետք է տիրապետեն անգլերեն լեզվին որպես միջազգային եղանակի կարևորագույն առաջնային լեզվի հաղորդակցության, որ հիմնական ոլորտին առնչվող գրականությունը, նյութերը, իրավական դատական ակտերը առնվազն բոլորն էլ արկային անգլերեն լեզվով կամ հիմնականում արկային անգլերեն լեզվով հատկապես գիտական եւ կրթական նյութերի մասին է խոսքը։ Նաեւ միտքը էր, որպեսզի բացի տեղական մեր մասնագետներից դասախոսներից, ովքեր որ դասավանդում են ծրագրի շրջանակներում, նաեւ ներգրավենք օտարերկրյա իրավաբանների, փորձառու դասախոսների եւ փորձառու իրավաբանների, ովքեր որ պրակտիկ նաեւ աշխատում են այդ ոլորտում ամենօրյա ռեժիմով, այսինքն մասնակցում են ներդրումային արբիտրաժային կամ առևտրային արբիտրաժային լսումների կամ միջազգային դատարան ներկայացնում են պետությունների շահերը, ներգրաված են անմիջապես կամ նմանատիպ գործընթացներում եւ դասավանդում են հայտնի միջազգային եվրոպական եւ ամերիկյան համալսարաններում I am very proud to participate in the International Courts and Arbitration Program at Yerevan State University. I teach a course with colleagues on international investment law and arbitration. Armenia is a state party to some 50 bilateral and multilateral investment treaties. And knowledge of this law is very important for lawyers in Armenia representing inbound investors as well as the subject of the inbound investment in the country. I would like to encourage you to join this program, this LLM program, because international law is really all around us. It is impossible in this time and age to understand the world in which we live without a good understanding of international law. And it is important that citizens in the various countries of the world pay attention to international law. Therefore, it's important to educate yourself in international law. And this is a great opportunity to do so. And I look forward to meeting you as students in this great LLM program. Բնականաբար մտահոգություն կար, թե արդյոք կլինի հաջողել այս նախաձեռնությունը եւ նաեւ կարողանանք հաջողությամբ իրականացնել, բայց նաեւ ունենալով այս ծրագրի շրջանակներում կարևոր գործընկերներ Երևանի պետական համալսարանի հետ միասին մեր գործընկերներն են նաեւ այդ առումով կարծում դա էլ է շատ կարևոր CFTJ-ը կամ ճշմարտության եւ արդարության կենտրոնը եւ AMA-ը հայկական արբիտրաժական գերակցությունը եւ այս մեր գործընկերների նաեւ աջակցությամբ հնարավոր դարձավ այս ծրագրի իրականացումը կարծում եմ դա շատ կարեւոր է համալսարանի նոր նախաձեռնությունը համարեցինք շատ ռազմավարական կարեւորությամբ ինչ որ ծրագիր է առաջարկվող ծրագիրը որ պիտի ներդրվեր համալսարանի ներսում բավական նախատեսելով լուծումներ գտնել Մենք հպարտ ենք համագործակցել Երևանի պետական համալսարանի իրավագիտության մագիստրոսական LLM ծրագրի հետ։ Սա նորարարական նախաձեռնություն է, որը Հայաստանը դիրքավորում է որպես տարածաշրջանային իրավական գերազանցության կենտրոն։ LLM ծրագիրը նպաստում է իրավական համագործակցության մշակույթի ձևավորմանը, ուժեղացնելով տարածաշրջանի դերը միջազգային իրավական բանավեճերում։ Ինչպես ասել է Նելսոն Մանդելան, կրթությունը ամենահզոր զենքն է, որով կարող ես փոխել աշխարհը։ Այս գիտելիքներով եւ նվիրվածությամբ զորացած այս ուսանողները կձևավորեն մի ապագա, որտեղ արդարությունը կհաղթանակի, օրենքը կծառայի ժողովրդին եւ մարդու իրավունքները համընդհանուր կերպով կհարգվեն։ Ճշմարտության եւ արդարացության կենտրոնը հավատարիմ է մնում կրթական նախաձեռնությունների, այդ թվում Երևանի պետական համալսարանի այս LLM ծրագրին աջակցության 10 դիմորդ ունեցանք, որից 9 ընդունվեցին փաստացի եւ դրան հաջորդած երկրորդ տարին, երկրորդ ընդունության տարվա մեջ արդեն ունեին 12 դիմորդ եւ այս պայմանությամբ ունենք սովորող 11 ուսանող
Եվ կարծում ենք դա նաև ուրախալի է, որովհետև դա նշանակում է, որ ծրագրի ձևակերպումը կամ ծրագրի բովանդակությունը երևի թե ճիշտ են կարել, որովհետև նաև ուսանողների մոտ որոշակի մոտիվացիա առաջանում է այդ ծրագրին, չնայած որ մեր ծրագրի դեպքում նույն պայմաններում ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն ծրագրի մասնակցել, այլ հնարավորություն ունեն, որպեսզի դա մասնակցեն դասավանդումներին, որոնք կազմակերպվում իրականացվում են հայտնի իրավաբանների կողմից, չգիտեմ, եվրոպական տարածաշրջանում կամ նույնիսկ համաշխարհային հեղինակություն ունեցող իրավաբանների, պրակտիկ իրավաբանների, գիտական մարդկանց մասնակցությամբ դասախոսությունների, որը կարծում եմ պակաս ոգևորիչ փաստ չէ։ Դիմորդների համար կան որոշակի սահմանված պահանջներ, առաջին պահանջներից ուսանողները պետք է ունենան իրավագիտության բակալավրի աստիճան։ Երկրորդ կարևոր պահանջը կարծում եմ լեզվի իմացությունն է, անգլերենի իմացություն, որովհետև դասապրոցեսը ինքնին անգլերեն է վարվում։ Ծրագիրը ընտրեցի շատ առումով պայմանավորված հենց ծրագրի ղեկավարի դերով եւ նշանակությամբ, հաշվի առնելով ֆորմալ գիտակցանի գիտելիքները միջազգային իրավունքի ոլորտում եւ իր հնարավորությունները մեզ որևէ նոր բան սովորացնելու, շատ էական էին իմ համար այս ծրագրին դիմելու եւ սովորելու։ Համապարփակ գիտելիքներ տրվեցին կոնկրետ միջազգային իրավունքի, թե հանրային, թե մասնավոր միջազգային իրավունքի հետ կապված եւ նաեւ շատ կարեւոր է այսօր միջազգային իրավունքի հենց դերը Հայաստանի Հանրապետության համար, պայմանավորված նաեւ այսօրվա միջազգային դատարաններում եւ արբիտրաժներում համապատասխան ներկայացված հայցադիմումների եւ այլ դիմումների տեսանկյունից։ Ընթացքը շատ հետաքրքիր է եղել, ամբողջ ընթացքում ոչ միայն նյութեր կամ գրքեր ենք ուսումնասիրել, այլ ինտերակտիվ անցել ամբողջ ընթացքում ունեինք հավելյալ տեսողական նյութեր, հավելյալ օգնող բավական միջոցներ։ Կուրսը փոքր էր, հետեւաբար մեր բոլոր հարցերին պատասխաններ էինք գտնում ու դրա հետևանքով շատ խորությամբ ենք ուսումնասիրել եւ միջազգային հանրային իրավունքը եւ ներդրումային արբիտրաժը, տնտեսական արբիտրաժը, հետեւաբար ինքը շատ բազմակողմ ծրագիր է, բայց միևնույն ժամանակ բոլոր կողմերը հնարավոր է լինում խորությամբ ուսումնասիրել ու կարծես թե արդեն տալիս են հնարավորությունը, որ հետագայում մասնագիտական ոլորտում կարողանաս հենց այս գիտելիքներով քեզ գտնել, աշխատել եւ ինչու ոչ նաեւ հետագայում միգուցե ինչ-որ գիտական ճանապարհով գնալ։ Սովորել եմ միջազգային դատարաններ եւ արբիտրաժ մագիստրոսական ծրագրում եւ ներկայումս հպարտորեն կարող եմ ասել, որ համարվում եմ ծրագրի առաջին շրջանավարտներից մեկը։ Այս ծրագիրը գաղափարի մասին է, հնարավորությունների մասին է, նոր մարտահրավերների մասին է, ու ասել, որ ակնկալիքներս արտարացվել են, ավելի լավ է չասել ոչինչ։ Ընդհանուր առմամբ ինձ թվում է, այս ծրագրի մասին առանց ժպիտի խոսելը նույնպես անհնար է։ Ճիշտ է, ունեցել ենք շատ դժվարություններ, հաղթահարել ենք բազում խոչընդոտներ, բայց միևնույն է, ունենք հիմա այնպիսի արդյունք, որը կարծում եմ պետք է փոխանցվի եւ պետք է մշտապես շարունակական լինի։ Ուստի բոլոր նրանք, ովքեր ուզում են եւ պատրաստ են մարտահրավերների, պատրաստ են լրիվ տարբերվող ֆորմատով կրթության, ապա ինձ թվում է սա լավագույն հնարավորությունն է, որը կարող է լինել։